Տարիներ շարունակ ընտանիքը ապրել էր անուղղելի կորստի պատրանքի տակ, մինչ որ մի աշխատող հայտարարեց, թե տեսել է այն маտրիարխին, ում վաղուց համարում էին մահացած։ Դաշնամուրի վրա դրված լուսանկարը տարեց կնոջ հուշերը նորից աշխուժացնում են վտանգավոր կասկածները։ Սեփականապաշտ սուտը, որ պահում էր առանձնատան խաղաղությունը, սկսում է փլուզվել, ոչ ոք չի մնա անվնաս։ Ղավալյանների առանձնատունը Երանի կենտրոն թաղամասում այն վայրերից էր, որտեղ ժամանակը կարծես կանգ էր առել անցյալի նրբագեղության ներկայի զուսպ հարմարավետության միջ, բարձր պատերը, բյուրեղապակյա ջահերը Ցիցենիայի կահույքը պատմում էին սերունդների պատմություններ, ովքեր կարողություն էին կուտակել անշարժ գույքի ոլորտում, միշտ պահպանելով զուսպ լինելը որպես ամենամեծ առաքինություն։ Այդ սեպտեմբերյան կեսօրին Արը ներս էր խուժում գլխավոր սրահի լայն պատուհաններից, լուսավորելով դաշնամուրը, որին տարիներ շարունակ այլս նախկինի պես հաճախ չէին նվագում։ Մարսել Ղավալյանն իր երկրորդ հարկի աշխատասենյակում էր, վերանայելով ձեռնարկությունների պայմանագրերը, Բմի շտապողական քայլեր լսեց միջանցքում, 42 տարեկանում նա պահպանում էր ուղիղ կեցվածքն ու հանգիստ դեմքը, որոնք դարձել էին իր այցեքարտը երանյան անշարժ գույքի շուկայում։ Պապի կողմից կառուցված հոր կողմից ամրապնդված կայսրության ժառանգ Մարսելը վաղ տարիքից սովորել էր, որ արտաքինն այնքան կարևոր է, որքան արդյունքները, նրա հեղինակությունն անթերի էր, բիզնեսը ծաղկում էր ամուր հիմքերի վրա, նրա ընտանեկան կյանքը, հասարակության աչքերում, ներդաշնակության օրինակ էր, դուռը բացվեց առանց նրա թույլտվության, նրա կինը Բեատրիսը մտավ այն արտահայտությամբ, որը նա լավ էր ճանաչում, զսպված զայրույթի քողարկված շտապողականության խառնուրդ, Բեատրիս Մենեզես Ղավալյանը 40 տարեկան կին էր, ով ճիշտ գիտեր, թե ինչպես պետք է պահել իրեն յուրաքանչյուր միջավայրում, նրա գեղեցկությունը նրբագեղ էր, խնամքով մշակված բացառիկ սրահներում, զուսպ էսթետիկ կլինիկաներում, մազերը միշտ անթերի էին, հագուստը ճշգրտությամբ ընտրված, յուրաքանչյուր ժեստ հաշվարկված, նրբագեղություն վերահսկողություն փոխանցելու համար։ Նրան հիան ում էին բոլոր հասարակական միջոցառումներում, որոնց նրանք մասնակցում էին, Մարսելը գիտեր, որ իր մասնագիտական հաջողության մի մասը պայմանավորված էր այն կերպարով, որը նրանք ստեղծել էին որպես զույգ, այդ մաքրուհին հիստերիայի նոպա ունի ձեղնահարկում, ասաց Բեատրիսը, նրա ձայնը զսպված էր, բայց լի արամարանքով, դու պետք է ինչ-որ բան անես, մինչ նա խանգարի ամբողջ տունը, Մարսելը կնճռոտեց հոնքերը, որ աշխատակցուհին, որ ընկերությունից, այդ նորը, ով եկավ ձեղնահարկը կարգի բերելու։ Նույնիսկ չգիտեմ նրա անունը ճիշտ, Ռեգինա, Ռեժան, ինչ-որ բան, Բեատրիսը ձեռքերը ծալեց, նրա կապույտ աչքերը սերված էին ամուսնու վրա այնպիսի ինտենսիվությամբ, որը նա լիովին չէր կարող վերծանել, նա գտավ քո մոր հին դիմանկարը հիմա նոպա ունի, ասելով, որ ճանաչում է նրան, որ տեսել է նրան ինչ-որ տեղ, ամոթալի է, Մարսել, պետք է անմիջապես ազատես նրան, Մարսելի սիրտը տհաճ ցատկ տվեց, նրա մոր դիմանկարը, նա տարիներ շարունակ չէր մտածել այդ դիմանկարի մասին, այն օրվանից, երբ Բեատրիսը առաջարկել էր այն պահել ձեղնահարկում, տան կազմակեր։ Բումից հետո, տիկին Հելենա Ղավալյանը այս աշխարհից հեռացել էր 6 տարի առաջ, այնքան հանկարծակի ու անձայն, որ մինչ օրս Մարսելն անբացատրելի դատարկություն էր զգում, երբ մտածում էր նրա մասին, հիշողությունը միշտ եկել էր մեղքի զգացումով, այն զգացումով, որ նա կարող էր ավելին անել, ավելի ներկա լինել, ավելի շատ հարցեր տալ, ես կխոսեմ նրա հետ, ասաց Մարսելը, բարձրանալով աթոռից, պարտադիր չէ, պնդեց Բեատրիսը, կանգնելով ամուսնու դռան միջ, ես արդեն ասել եմ ընկերության համակարգողին, որ նա չի համապատասխանում այստեղ աշխատելու համար, նման մարդիկ անկայուն են, խնդիրներ են ստեղծում, որտեղ դրանք չկան, բայց Մարսելն արդեն անցնում էր նրա կողքով, շարժված ինչ-որ բանով, որը չէր կարող անվանել, հին անհանգստություն, որը քնած էր իր գիտակցության ինչ-որ անկյունում, նոր էր արթնացել, նա բարձրացավ դեպի ձեղնահարկ տանող աստիճաններով ամուր քայլերով, լսելով Բեատրիսին անմիջապես իր հետից, նրա շնչառությունը մի փոքր փոփոխված էր, չնայած հանգստություն պահպանելու ջանքերին։ Ղավալյանների առանձնատան ձեղնահարկը լայն տարածք էր, բաց փայտյա հեծաններով մի քանի փոքր պատուհաններով, որոնցով բավականաչափ լույս էր մտնում, լուսավորելու տասնամյակների պահպանված հիշողությունները, հին կահույքը ծածկված սպիտակ սավաններով, փաստաթղթերի արկղեր, այլ ժամանակների ճամփորդական ճամպրուկներ, ամեն ինչ կազմակերպված այն խնամքով, որը բնորոշ էր այդ ընտանիքին, տարածքի կենտրոնում մոտ 50 տարեկան մի կին կրծքին սեղմած բռնած էր շրջանակված դիմանկար, նրա ձեռքերը տեսանելիորեն դողում էին։ Նրա պարզ աշխատանքային հագուստը կոնտրաստում էր միջավայրի հետ, բայց նրա աչքերում կար մի ինտենսիվություն, որը Մարսելն անմիջապես ճանաչեց որպես մաքուր անկեղծություն։ Պարոն Ղավալյան, ասաց կինը, նրա ձայնը խեղդված էր, բայց ամուր, ես պետք է խոսեմ ձեզ հետ, խնդրում եմ, աղաչում եմ, լսեք ինձ։
Բեատրիսը փորձեց միջամտել, բայց Մարսելը ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով, շարունակեք, ասաց նա, նրա սիրտը ավելի արագ էր բաբախում, կինը խորը շունչ քաշեց, դեռ բռնած դիմանկարը, իմ անունը Ռեգինա Սոուզա է։ Ես մաքրուհի եմ աշխատել մասնավոր հոգեբուժական կլինիկայում մոտ 6 տարի։ Լի առաջ, Ավան թաղամասում, դա մեկուսացված, զուսպ վայր էր, որտեղ հարուստ ընտանիքները հոսպիտալացնում էին մարդկանց, ում ուզում էին հեռու պահել հասարակության աչքերից, նա դադար տվեց, նրա աչքերը լցվեցին արցունքներով, երբ այս դիմանկարը գտա այստեղ։ Գրեթե ուշաթափվեցի, այս կինը, նա մատնացույց արեց նկարը, ես նրան ճանաչում էի, ես նրա մասին հոգ էի տանում ամիսներ շարունակ այդ կլինիկայում, Մարսելի թոքերում օդը կարծես պակասեց, դա անհնար է, մրմնջաց նա, բայց նրա ձայնը անվստահ դուրս եկավ։ Իմ մայրը մահացել է 6 տարի առաջ, եղել է հուղարկավորություն, թաղում, չի եղել, պարոն, ասաց Ռեգինան, հիմա արցունքներն ազատորեն հոսում էին նրա դեմքով, եղել է խաբեություն, այս տիկինը կենդանի էր, երբ ես նրան ճանաչեցի, նա հստակ էր, գիտակից, ամեն օր խոսում էր ձեր մասին, նա աղոթում էր, հին օրներգեր էր երգում, պատմում էր ինձ պատմություններ, երբ դուք երեխա էիք, նա նկարագրում էր այս տունը, այդ դաշնամուրը ներքում, այգու վարդատփերը, ինչպես կարող էի այս ամենը իմանալ, եթե նրան չճանաչեի, Բեատրիսը մեկ քայլ առաջար։ Էց, նրա ձայնը սուր էր, ինչպես ապակին, սա անհեթեթություն է, այս կինը ակնհայտորեն շփոթված է, գուցե տեսել է ընտանիքի հին լուսանկարը, որ է հասարակական ամսագրում ֆանտազիա է ստեղծել իր գլխում, Մարսել, չես տեսնում, որ նա փորձում է փող շահել, ինչ-որ շանտաժ ստեղծել, բայց Ռեգինան չշեղեց հայացքը Մարսելից, նա ձախ ուսին ուներ ծննդյան բիծ, կիսալուսնի տեսքով, նա կրում էր կապույտ ուլունքներով վարդարան, որը երբեք չէր հանում պարանոցից, նրա ձայնը խռպոտում էր, երբ երգում էր, բայց նա պնդում էր երգել այլ օրհներգը ինչպես էր այն, նա փակեց աչքերը, փորձելով հիշել, այն, որը խոսում է բյուրեղյա ջրերի հավերժական հանգստի մասին, եւ նա ինձ միշտ նույն բանն էր ասում։ Իմ որդին աչքեր ունի հոր աչքերի նման շագանակագույն բիբի մոտ փոքր ոսկեգույն բծերով, նա բացեց աչքերը ուղիղ նայեց Մարսելին, ճիշտ ինչպես ձերոնք, պարոն Ղավալյան, Մարսելի աշխարհը սկսեց պտտվել, այդ մանրամասները ոչ ոք չէր կարող իմանալ, ծննդյան բիծը, որը նրա մայրը զուսպ էր պահում, տեսանելի միայն ընտանիքի մտերիմ պահերին, վարդարանը, որը նա ստացել էր իր մորից որպես նվեր, որը թաղվել էր նրա հետ, ինչպես Բեատրիսն էր ասել, օրհներգը, որը նա երգում էր նրա քնելու համար, երբ նա երեխա էր, եւ աչքերը, այդ հազվագյուտ գենետիկ հատկանիշը, որը եկել էր սերունդներից, Բեատրիսը, նրա ձայնը հիմա մի փոքր ավելի բարձր, փորձեց դիմանկարը վերցնել Ռեգինայի ձեռքերից, բավական է այս ծաղրածությունից, ես անվտանգություն կկանչեմ, ոչ, ասաց Մարսելը։ Նրա ձայնում կար մի ամրություն, որը զարմացրեց երկուսին էլ, ես ուզում եմ լսել այն ամենը, ինչ նա ունի ասելու, նա նայեց Ռեգինային հույսի սարսափի խառնուրդով, ինչպես էր նա, որտեղ էր գտնվում այս կլինիկան, ինչու։ Երբեք չեք փնտրել մեր ընտանիքին մինչ այժմ, Ռեգինան արցունք ները սրբեց ձեռքի ափով, ես երիտասարդ էի, պարոն, վախենում էի, ինձ տեղափոխեցին այլ բաժին, ինչ որ է բան կարողանայի անել, տարիներ շարունակ ես դա կրում էի իմ խղճի վրա, երբ ինձ ազատեցին այդ կլինիկայից, փորձեցի մոռանալ այն ամենը, ինչ տեսել էի այնտեղ։ Այդ վայրը մռայլ էր, մարդկանց վերաբերվում էին որպես առարկաների, բայց ես երբեք չկարողացա մոռանալ նրա դեմքը, նրա աչքերի բարությունը, այն ձդ թե ինչպես էր խոսում ձեր մասին այդքան սիրով, նա դադար տվեց, նրա ձայնը կոտրվեց, երբ իմացա, որ նա հեռացել է։ Մտածեցի, որ արդեն ուշ է, բայց այսօր, տեսնելով այս դիմանկարը, հասկացա, որ գուցե այդպես չէ, ինչ նկատի ունեք, գուցե այդպես չէ, Մարսելի ձայնը գրեթե շշուկ էր, նկատի ունեմ, որ երբ ինձ տեղափոխեցին, ձեր մայրը դեռ կենդանի էր հստակ։ Ինչ եղավ դրանից հետո ես չգիտեմ, բայց գիտեմ, որ այդ հոսպիտալացումն անարդար էր, որ նա չէր պատկանում այդ վայրին, եւ գիտեմ, որ ինչ-որ մեկը շատ փող է վճարել նրան այնտեղ պահելու համար, բոլորի կողմից մոռացված, հաջորդած լռությունը խիտ էր, լի սարսափելի հնարավորություններով։ Սելը զգաց, որ իր ոտքերը թուլանում են հենվեց մոտակա արկղին, հիշողությունները սկսեցին հայտնվել նրա մտքում, որպես հանելուկի կտորներ, որոնք նա երբեք չգիտեր, որ անավարտ էին, այն շտապողականությունը, որով նրա մայրը հոսպիտալացվեց, նրա մտավոր շփոթության մասին անորոշ բացատրությունները, հուղարկավորության արագությունը, կնքված դագաղը, այն ամենը, ինչ այն ժամանակ ցավոտ, բայց անհրաժեշտ էր թվում, հիմա ստանում էր մռայլ ուրվագծեր, Բեատրիսը, զգալով Ռեգինայի խոսքերի ազդեցությունը ամուսնու վրա, փոխեց մարտավարությունը, նրա ձայնը դարձավ ավելի մեղմ, գրեթե մայրական, Մարսել, սիրելիս, դու ցնցված ես, այս կինը ակնհայտորեն խանգարված է կամ չարամիտ, հիշում ես, թե որքան դժվար էր այդ ժամանակը, քո մայրը իսկապես շփոթված էր, բժիշկները հաստատեցին։
Եվ դու լավ գիտես, թե ինչպիսի տարբերություններ ունեինք մայրդ ու ես, բայց ես երբեք նրան վատություն չեմ ցանկանա։ Նա մոտեցավ նրան, ձեռքը դնելով նրա թին. Եկեք խնդրենք այս կնոջը հեռանալ հոգ տանել քո մասին, դու գունատ ես։ Բայց Մարսելը մեղմորեն հեռացավ կնոջ հպումից, նրա աչքերը դեռ սերված էին Ռեգինայի վրա։ Տվեք ինձ այս կլինիկայի ամբողջական անունը, ճշգրիտ հասցեն, այն ամենը, ինչ հիշում եք, եւ մինչ Ռեգինան սկսում էր մանրամասները տրամադրել, Բեատրիսը հետին պլանում ավելի ու ավելի բարձր բողոքելով. Ինչ-որ բան Մարսել Ղավալյանի ներսում վերջնականապես կոտրվեց, մի ամբարտակ, որը պարունակում էր 6 տարվա չարտահայտված կասկածներ, չմշակված մեղք, չծակերպված հարցեր, նրա կատարյալ կյանքի թվացյալ խաղաղությունը սկսում էր ճաքել, բացահայտելով անդունդներ, որոնք նա նույնիսկ չէր պատկերացնում որ գոյություն ունեն։ Այդ գիշեր Մարսելը չկարողացավ քնել, պառկած Բեատրիսի կողքին, ով ծածնում էր, թե խորը քնած է, նա նայում էր գլխավոր ննջարանի բարձր առաստաղին, որտեղ ստվերներ էին պարում, նախագծված այգու ծառերի ճյուղերից։ Նրա միտքը տենթագին աշխատում էր, վերանայելով իր մոր հեռանալուց առաջվա վերջին տարիների յուրաքանչյուր պահը, փնտրելով նշաններ, որոնք գուցե անտեսել էր, բացատրություններ, որոնք ընդունել էր առանց հարցականի տակ դնելու։ Տիկին Հելենան միշտ ուժեղ անհատականություն ունեցող կին էր եղել, այ լիացած այն օրվանից, երբ Մարսելը 20 տարեկան էր, նա վճռականորեն ստանձնել էր իր դերը Ղավալյանների ընտանիքում, վերահսկելով տան ֆինանսները, պահպանելով ավանդույթները, ապահովելով ամուսնու ժառանգության պահպանումը, նա հավատքի կին էր։ Ամեն շաբաթ եկեղեցի էր գնում, մասնակցում էր բարեգործական խմբերի, ամուր կեցվածք էր պահպանում այն արժեքների վերաբերյալ, որոնք համարում էր անվիճելի։ Մարսելը հիշում էր, թե ինչպես էր նա միշտ ուղղակի իր կարծիքներում, առանց քողարկումների, բայց նա խորապես սիրող իրեն նվիրված։ Հելենայի Բեատրիսի հարաբերությունները երբեք հեշտ չէին եղել։ Սիրահարվելու սկզբից Մարսելը նկատել էր որոշակի լարվածություն երկու կանանց մեջ։ Հելենան, իր խորը կաթոլիկ հավատքով ավանդական արժեքներով, միշտ կարծես հարցականի տակ էր դնում Բեատրիսի ընտրությունները, սկսած նրա հագուստից մինչ սոցիալական հարաբերությունները կառավարելու ձ. Բեատրիսը իր հերթին սկեսրոջ մեջ տեսնում էր հնացած կերպար, հնացած սովորույթների պահապան, ով պնդում էր միջամտել այնտեղ, որտեղ նրան չէին կանչում։ Մարսելը անձայն բարձրացա։ Վմահճակալից իջավ աշխատասենյակ, նա պետք է գտներ այդ ժամանակի փաստաթղթերը, բժշկական զեկույցը, որը հիմնավորել էր մոր հոսպիտալացումը, հուղարկավորության փաստաթղթերը, ամեն ինչ արխիվացված էր այն մանրակրկիտ խնամքով, որը բնորոշ էր նրա անձնական կազմակերպվածությանը։ Նա միայն գրասեղանի լամպը վառեց, սկսեց փնտրել փայտյա արխիվներում։ Թղթապանակն այնտեղ էր, որտեղ պետք է լիներ, պիտակավորված զուսպ մակագրությամբ, անձնական փաստաթղթեր։ Հելենա, Մարսելը զգաց, որ ձեռքերը դողում են, երբ բացեց այն, ներսում նա գտավ այն փաստաթղթերի պատճենները, որոնք ստորագրել էր 6 տարի առաջ, դոկտոր Ֆերնանդո Ալմեյդայի հայտնի հոգեբույժի բժշկական զեկույցը նկարագրում էր մտավոր շփոթության պրոգրեսիվ վիճակ, պարանոյայի դրվագներ, հետապնդող զառանցանքներ։ Առաջարկվում էր անհապաղ հոսպիտալացում, դիտարկման համապատասխան բուժման համար, ձեռագիրն ամուր էր, պրոֆեսիոնալ, համոզիչ, բայց հիմա, վերընթերցելով այդ զեկույցը այլ աչքերով, Մարսելը սկսեց նկատել տարօրինակ մանրամասներ։ Փաստաթուղթը չափազանց կարճ էր նման լուրջ բանի համար, չկար ախտանիշն է։ Լի մանրամասն պատմություն, ոչ էլ նախորդ խորհրդատվությունների կոնկրետ ամսաթվեր, կարծես այն շտապ գրված լիներ միայն բյուրոկրատական ձականություն կատարելու համար, եւ բժշկի ստորագրությունը հիմա, երբ նա ավելի ուշադիր էր դիտում, կարծես շտապ էր դրված։ Գրեթե անընթեռնելի, նա շարունակեց թերթել թղթերը, հույսը կլինիկայում հոսպիտալացման վկայականը, որը գտնվում էր Ավան թաղամասի զուսպ հասցեում, ճիշտ ինչպես Ռեգինան էր նկարագրել, փաստաթուղթը, որը թույլատրում էր անգամ հոսպիտալացումը, ստորագրված իր կողմից։ Բեատրիսի դոկտոր Ալմեյդայի ցուցումով, ով պնդում էր, որ դա անհրաժեշտ միջոց է հենց հիվանդի անվտանգության համար, եւ ապա ամիսներ անց մահվան վկայականը, սրտի կանգ ասվում էր փաստաթղթում, տրված նույն կլինիկայի կողմից, ստորագրված մի բժշկի կողմից, ում նա երբեք անձամբ չէր ճանաչել։ Մարսելը սրտխառնոց զգաց կոկորդում, ինչպես էր նա պարզապես ընդունել այդ ամենը, ինչպես չէր պահանջել տեսնել իր մոր մարմինը մինչ թաղումը։ Բեատրիսն այնքան համոզիչ էր եղել, բացատրելով, որ մարմնի վիճակը, սանիտարական հարցերը անհնարին էի դարձնում բաց հուղարկավորությունը։ Նա այնքան էր ընկղմված մեղքի ցավի մեջ, որ պարզապես համաձայնել էր ամեն ինչի հետ, միայն ցանկանալով, որ այդ մղձավանջը վերջանա։ Աշխատասենյակի դուռը մեղմորեն բացվեց, Բեատրիսը մտավ, հագած բաց կապույտ մետաքսե խալաթ։ Նրա դեմքն առանց դիմահարդարման էր, բացահայտելով այն գծերը, որոնք նա սովորաբար խնամքով քողարկում էր։ Չես քնում, հարցրեց նա, նրա ձայնը մեղմ էր, բայց զգուշության նոտայով։ Ես վերանայում եմ այս փաստաթղթերը, ասաց Մարսելը, առանց աչքերը բարձրացնելու։
Կա ինչ-որ բան, որը ինձ հանգիստ չի տալիս, Բեատրիսը մոտեցավ, նստելով գրասեղանի դիմացի բազկաթոռին, Մարսել, դու չես կարող լսել այդ կնոջը, նա ակնհայտորեն փորձում է օգտվել քեզանից, ինչ-որ իրավիճակ ստեղծել, որը նրան փող կամ ուշադրություն կբերի։ Դա ակնհայտ է, նա մանրամասներ գիտեր, որոնք ոչ ոք չէր կարող իմանալ, պատասխանեց Մարսելը, վերջապես նայելով կնոջը, մտերիմ մանրամասներ իմ մոր մասին, այս տան մասին, ինչպես ես դա բացատրում, Բեատրիսը հոգոց հանեց, ոտքերը խաչելով ուսումնասիրված նրբագեղությամբ։ Գուցե նա այստեղ աշխատել է նախկինում, երբ քո մայրը դեռ կենդանի էր, գուցե լսել է խոսակցություններ, տեսել լուսանկարներ, նման մարդիկ խելացի են, Մարսել, գիտեն, թե ինչպես մանիպուլյացիայի են ենթարկում հույզերը, թե ինչպես են համոզիչ պատմություններ ստեղծում, նա երբեք այստեղ չի աշխատել, ամուր ասաց Մարսելը, ես ճանաչում եմ բոլորին, ովքեր աշխատում են այս տանը, եւ այդ մանրամասները Վարդարանի մասին, ծննդյան բծի մասին, օրհներգի մասին, որը մայրս երգում էր, ընտանիքից դուրս ոչ ոք չէր իմանա, լռությունը ձգվեց նրանց միջ, լարված անհարմար, Բեատրիսը փոխեց դիրքը բազկաթոռում, մտահոգության կնճիռ հայտնվեց նրա կատարյալ գծված հոնքերի մեջ, Մարսել, ես գիտեմ, որ դու սիրում էիր քո մորը, մենք բոլորս գիտեինք, բայց նա հիվանդ էր, դու ինքդ ականատես ես եղել որոշ դրվագների, հիշում ես, երբ նա սկսեց մարդկանց մեղադրել իր իրերը գողանալու մեջ, երբ ասում էր, որ իր դեմ դավադրություններ կան, Մարսելը փորձեց հիշել, այո, նա մշուշոտ հիշում էր, որ մայրը նշում էր, որ որոշ զարդեր անհետացել էին, որ բանկային քաղվածքները անիմաս էին, այն ժամանակ Բեատրիսը բացատրել էր, որ դրանք մտավոր շփոթության հստակ նշաններ են, որ տարեց մարդիկ հաճախ ստեղծում են այդ պատմությունները, երբ սկսում են կորցնել պարզ իրավիճակները հասկանալու ունակությունը, եւ նա, զբաղված կարևոր գործերով, ընկղմված իր առաջին դստեր գալու սպասումներում, պարզապես հավատացել էր, ես պետք է գնամ այդ կլինիկա, ասաց Մարսելը, փակելով թղթապանակը, ես պետք է իմանամ ճշմարտությունը, Բեատրիսի դեմքը մի վայրկյանով կարծրացավ, մինչ կրկին ընդունեց հաշվարկված մտահոգության արտահայտություն, սա խելագարություն է, Մարսել, դու ցավալի անցյալ ես վերակենդանացնելու անծանոթուհու խոսքերի պատճառով, մտածիր Կլարայի մեր դստեր մասին, նա ընդամենը 6 տարեկան է, նրան անհրաժեշտ է ներկա հավասարակշռված հայր, ոչ թե մեկը, ով ուրվականներ է հետապնդում, դստեր հիշատակումը Մարսելի մոտ զգայուն լար հարվածեց, Կլարան իր շագանակագույն մազերով հետաքրքրասեր աչքերով աղջիկը, նրա ամենամեծ ուրախությունն էր, ծնվելուց ի վեր նա լցրել էր նրա սրտի մի դատարկություն, որը նա նույնիսկ չգիտեր, որ գոյություն ունի, երեխան ինչ-որ բան ուներ իր տատիկից, ում երբեք չէր ճանաչել լրջություն խառնված բարության հետ, որը երբեմն ստիպում էր Մարսելին կանգ առնել պարզապես դիտել նրան, զգալով անբացատրելի կապ անցյալի հետ, ես դա անում եմ հենց նրա համար, հանգիստ ասաց Մարսելը, եթե կա որե հնարավորություն, որ նրա տատիկը կենդանի է, Կլարան արժանի է ճանաչել նրան, եւ ես արժանի եմ ճշմարտությանը, Բեատրիսը կտրուկ բարձրացավ, նրա հանգստությունը վերջապես ճաքեց, դու անհեթեթ ես։ Դու կքանդես մեր խաղաղությունը, մեր հեղինակությունը, ամեն ինչ մաքրուհու պատմած անհեթեթ պատմության պատճառով, նա խորը շունչ քաշեց, ակնհայտորեն փորձելով վերականգնել իրեն, մտածիր քո դիրքի մասին, Մարսել, ինչ կասեն մարդիկ, երբ իմանան, որ դու հետաքննում ես սեփական մոր հոսպիտալացումը, կմտածեն, որ մեղավոր ես, որ անփույթ ես եղել, կհարցականի տակ դնեն քո դատողությունը բիզնեսում, առաջին անգամ տարիների ընթացքում Մարսելն իրական զայրույթ զգաց իր կնոջ նկատմամբ։ Դու ավելի շատ անհանգստանում ես արտաքինի մասին, քան ճշմարտության, հարցրեց նա նրա ձայնը ցած էր, բայց լի հուզմունքով, ավելի շատ անհանգստանում ես, թե ինչ են մտածում, քան այն հնարավորությամբ, որ մայրս կենդանի է ինչ-որ տեղ, ես անհանգստանում եմ քո մասին, մեր ընտանիքի մասին, այն ամենի մասին, ինչ մենք միասին կառուցել ենք, պատասխանեց Բեատրիսը, բայց նրա աչքերում կար ինչ-որ բան, որը Մարսելը չէր կարող վերծանել, վախ, մեղք, զայրույթ, վաղ առավոտյան ես կգնամ կլինիկա, ամուր ասաց Մարսելը, եւ ես Ռեգինային ինձ հետ կտանեմ, եթե ուզում ես ինձ ուղեկցել, բարի գալուստ, եթե ոչ, ես միայնակ կգնամ։ Բեատրիսը մի պահ կանգնած մնաց, նրա դեմքը վերահսկվող հույզերի կատարյալ դիմակ էր, ապա, առանց ավելին ասելու, շրջվեց դուրս եկավ աշխատասենյակից, դուռը ավելի ուժեղ փակելով, քան անհրաժեշտ էր, Մարսելը լսեց նրա քայլերը աստիճաններով վեր, ապա հյուրասենյակի դռան բացվելու ձայնը, նա այդ գիշեր չէր վերադառնա իրենց մահճակալ, միայնակ մնալով, Մարսելը կրկին ուշադրությունը դարձրեց փաստաթղթերին, նա վերցրեց հեռախոսը զանգահարեց իր անձնական փաստաբանին, հաղորդագրություն թողնելով ինքնապատասխանիչի վրա, նրան անհրաժեշտ էր վստահելի մեկը, ով կհետաքններ այդ կլինիկան, այդ բժշկին, բոլոր ներգրավվածներին, եթե դավադրություն կար, նա կբացահայտեր այն, եթե մայրը կենդանի էր ինչ-որ տեղ, նա կգտներ նրան, եւ եթե Բեատրիսը որե մասնակցություն ուներ դրանում, նա պետք է իմանար,
Որքան էլ ցավոտ լիներ ճշմարտությունը, մինչ արի առաջին շողը սկսում էր լուսավորել երանյան հորիզոնը, Մարսելը որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ, նա այլևս ցավից մանիպուլյացիայից կույր որդին չէր, ժամանակն էր դիմակայել անցյալին, անկախ նրանից, թե ինչ դեր կհանդիպեր ճանապարհին, մոր կերպարը, այդ ուժեղ ու սիրող կինը, ով իրեն այդքան խնամքով էր մեծացրել, արժանի էր դրան, եւ նա, գոնե այս անգամ չէր ծախողի նրա հետ, նա վերցրեց այն դիմանկարը, որը Ռեգինան թողել էր իր սեղանին նախորդ գիշեր։ Մոր նկարված աչքերը կարծես ուղիղ նայում էին իրեն, լի իմաստությամբ, որը նա նոր էր սկսում հասկանալ։ Հելենան միշտ գիտեր, երբ ինչ-որ բան այն չէր, միշտ նկատում էր, երբ ինչ-որ մեկը թաքցնում էր ճշմարտությունը, եւ գուցե, պարզապես գուցե, նա ինչ-որ բան էր նկատել Բեատրիսի մասին, որը Աչափազանց կույր էր տեսնելու համար, կտորները սկսում էին միմյանց համապատասխանել, ստեղծելով մի պատկեր, որին Մարսելը վախենում էր դիմակայել, բայց որին այլևս չէր կարող անտեսել։ Ռեգինայի տրամադրած հասցեն Մարսելին տարավ Ավանի հանգիստ փողոց, որը եզրագծված էր հին ծառերով բարձր պատերով, որոնք թաքցնում էին զուսպ սեփականություններ։ Հույսը կլինիկան գտնվում էր 342 համարում, 3 հարկանի շենք, նեոդասական ոճով, որը տեսել էր ավելի լավ օրեր։ Արտաքին պատերի վրա թափված ներկը զարդարուն ջաղերով պատուհանները տեղին տալիս էին լքված, գրեթե ուրվականային տեսք, սեպտեմբերյան այդ անպամած առավոտվա մոխրագույն լույսի ներքո։ Մարսելն իր մեքենան կայանեց երկաթե դարպասի դիմաց մի պահ պարզապես դիտեց, Ռեգինան նրա կողքին էր, ուղղորի նստատեղին, ձեռքերը ծալած ծնկներին, ակնհայտորեն նյարդայնացած կրկին այդ վայրում լինելուց, որը նրա հիշողություններում այդքան տառապանք էր ներկայացնում։ Բեատրիսը հրաժարվել էր ուղեկցել նրանց, պատճառաբանելով, որ բարեգործական միջոցառման պլանավորման հետ կապված անհետաձգելի տավորություն ուներ, բայց Մարսելը գիտեր, որ դա պարզապես մեկ պատճառաբանություն էր։ Գնանք, մեղմորեն հարցրեց նա, Ռեգինան գլխով արեց, թե նրա դեմքը անհանգստություն էր ցույց տալիս, զանգը տալով նրանց դիմավորեց միջին տարիքի մի կին, հագնված սպիտակ բուժքրոջ համազգեստով, նրա դեմքը հոգնած էր, նշանավորված խորը կնճիռներով, որոնք խոսում էին դժվար պայմաններում տարիների աշխատանքի մասին։ Կարող եմ օգնել ձեզ, հարցրեց նա մեխանիկական քաղաքավարությամբ, իմ անունը Մարսել Ղավալյան է, ասաց նա, գրպանից։ Այցեքարտ հանելով կցանկանայի խոսել կլինիկայի պատասխանատուի հետ, խոսքը 6 տարի առաջ այստեղ հոսպիտալացված հիվանդի, Հելենա Ղավալյանի մասին է, բուժքույրը կնճռոտեց հոնքերը, ուսումնասիրելով այցեքարտը, մի պահ, խնդրում եմ, նա անհետացավ շենքի ներսում, նրանց թողնելով դռան շեմին, Ռեգինան բռնեց Մարսելի թից, զուսպորեն մատնացույց անելով ներսը, որը նրանք կարող էին տեսնել կիսաբաց դռնից, ճիշտ այդպես էր, շնջաց նա, հիվանդանոցային կանաչ պատերը, ախտահանիչի հոտը խառնված ինչ-որ ավելի ծանր, գրեթե շնչահեղձ անող բանի հետ, րոպեներ անց հայտնվեց մոտ 60 տարեկան մի տղամարդ, հագնված սպիտակ խալաթ, կոստյումի տաբատի վրայից, նա նիհար էր, բարձրահասակ, խնամքով սանրված մոխրագույն մազերով, ոսկեգույն շրջանակով ակնոցներով, նրա ժպիտը պրոֆեսիոնալ էր, բայց նրա աչքերում զգուշություն կար։ Պարոն Ղավալյան, ես դոկտոր Էդմունդո Վարգասն եմ, կլինիկայի ներկայիս տնօրենը, ինչով կարող եմ օգտակար լինել։ Մարսելը հակիրճ բացատրեց իրավիճակը, նշելով, որ իր մայրը տարիներ առաջ այնտեղ հոսպիտալացվել էր, որ հիմա տեղեկություններ են հայտնվել, որոնք ստիպում էին իրեն կասկածի տակ դնել հանգամանքները։ Դոկտոր Վարգասը լսեց լռությամբ, նրա դեմքը պահպանում էր չեզոք արտահայտություն, որը պետք է մշակված լիներ տարիների ընթացքում, զգայուն իրավիճակներում ընտանիքների հետ շփվելիս։ Ներս եկեք, խնդրում եմ, ասաց նա վերջապես, ամբողջությամբ բացելով դուռը, եկեք խոսենք իմ աշխատասենյակում, որտեղ ավելի շատ գաղտնիություն կունենանք։ Կլինիկայի ներսը նույնքան մռայլ էր, որքան արտաքինը հուշում էր, նեղ միջանցքներ, թույլ լուսավորությամբ, փակ դռներ, որոնց հետից լսվում էին խուլ ձայներ, հեռավոր խոսակցություններ։ Ռեգինան արագացրեց քայլերը, ակնհայտորեն անհարմարավետ, այդ վայրի մասին իր հիշողությունները վերադառնում էին ամբողջ ուժով։ Մարսելը նկատեց, որ նրա ձեռքերը դողում էին, մեղմորեն դրեց իր ձեռքը նրա ուսին, լուռ աջակցության ժեստ։ Դոկտոր Վարգասի աշխատասենյակը զարմանալիորեն հյուրընկալ էր, պատերը ծածկված գրքերով, հին մահագոնի գրասեղանով երկու մաշված, բայց հարմարավետ կաշվե բազկաթոռներով։ Նա նշեց, որ նրանք նստեն ուղիղ գնաց սենյակի անկյունում գտնվող մետաղական արխիվին։ Հելենա Ղավալյան, դուք ասացիք, թույլ տվեք ստուգել մեր գրանցամատյանները։ Նա մի քանի րոպե թերթեց հին թղթապանակները, ավելի ու ավելի կնճռոտելով հոնքերը, վերջապես նա վերադարձավ գրասեղանին դատարկ ձեռքերով, պարոն Ղավալյան, այդ ժամանակաշրջանի մեր գրանցամատյանները անավարտ են, 5 տարի առաջ վարչակազմի փոփոխություն եղավ, որոշ փաստաթղթեր կորել են կամ պատշաճ կերպով չեն փոխանցվել։ Նա հապաղեց, շարունակելուց առաջ, բայց ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Ես ստանձնել եմ այս կլինի
Կայի ղեկավարությունը 4 տարի առաջ, երբ եկա, հայտնաբերեցի մի հաստատություն լուրջ վարչական էթիկական խնդիրներով, իմ նախորդը դոկտոր Ռոժերիո Սամպայոն չէր պահպանում այն ստանդարտները, որոնք պետք է պահպանվեին նման տիպի հաստատությունում։ Մարսելը զգաց, որ սիրտը արագանում է, ինչ նկատի ունեք դրանով, դոկտոր Վարկասը հոգոց հանեց, հանելով ակնոցները խնամքով մաքրելով ոսպնյակները, նախքան պատասխանելը, նկատի ունեմ, որ անկանոնություններ կային, հիվանդներ հոսպիտալացված, առանց համապատասխան փաստաթղթերի։ Կասկածելի բուժումներ, պատշաճ վերահսկողության բացակայություն, երբ ես ստանձնեցի, ստիպված էի ամբողջական մաքրում անել, ազատեցի մի քանի աշխատակիցների, վերակառուցեցի արձանագրությունները, բայց վնասն արդեն հասցված էր, շատ ընտանիքներ խաբվել էին, հիվանդներն անպատշաճ էին բուժվել, իսկ դոկտոր Սամպայոն, հարցրեց Մարսելը, նրա ձայնը լարված էր, որտեղ է նա հիմա, մահացել է 2 տարի առաջ, սրտի հանկարծակի խնդիր, դոկտոր Վարկասը կրկին դրեց ակնոցները։ Բայց մինչ հեռանալը նա թողել էր որոշ անձնական գրառում։ Նշումներ, որոնք պաշտոնական արխիվների մաս չէին կազմում, ես դրանք պահել եմ մտածելով, որ մի օր կարող են անհրաժեշտ լինել, նա բացեց գրասեղանի կողպված դարակը, հանեց մի մաշված ստվարաթղթե տուփ, գուցե այստեղ ինչ-որ բան կա ձեր մոր մասին։ Մարսելը Ռեգինան առաջ թեքվեցին, մինչ դոկտոր Վարկասը թղթերը սփռում էր սեղանին, դրանք ձեռագիր նշումներ էին, անդորրագրեր, փաստաթղթերի պատճեններ, Ռեգինան առաջինը նկատեց, այնտեղ նա մատնացույց արեց դեղնած թերթիկը, Հելենա Ղավալյան, մուտքի ամսաթիվ, 2018 թվականի նոյեմբեր, դոկտոր Վարկասը վերցրեց թուղթը լուռ կարդաց, նրա դեմքը աստիճանաբար ավելի լուրջ դառնալով, պարոն Ղավալյան, այս նշումների համաձայն, ձեր մայրը հոսպիտալացվել է ձեր Բեատրիս Մենեզես Ղավալյանի կողմից ստորագրված հրամանով։ Ներկայացված ախտորոշումը մտավոր շփոթություն էր, պարանոյական վիճակներով, բայց այստեղ նա շրջեց էջը, կա դոկտոր Սամպայոյի սեփական գրառումը, որտեղ ասվում է. Հիվանդը լիակատար պարզություն է ցուցաբերում, հոսպիտալացումը կասկածելի է, ընտանիքը պնդում է հեռու պահել, Մարսելի թոքերում օդը կարծես պակասեց, նա զգաց, որ աշխարհը պտտվում է իր շուրջը, իրականությունը վերակազմավորվում է ցավոտ սարսափելի ձով։ Շարունակեք, նա կարողացավ ասել, նրա ձայնը հազիվ էր դուրս գալիս, կան զգալի ամսական վճարումների գրառումներ, բոլորը ձեր կնոջ անունով բանկային հաշվից, ասաց դոկտոր Վարկասը ավելի ու ավելի անհարմար զգալով, եւ այստեղ, հոսպիտալացումից 6 ամիս անց, կա մի տարօրինակ գրառում։ Հիվանդը տեղափոխվել է հատուկ հանգստի բաժին, պահպանել ամբողջական մեկուսացում, այս կլինիկայի կողմից դուրսգրման կամ մահվան գրանցումներ չկան, Ռեգինան ձեռքերով ծածկեց բերանը, արցունքները հոսում էին նրա դեմքով, ես գիտեի, շնջաց նա, ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ, նրանք երբեք չէին պատրաստվում թույլ տալ, որ նա դուրս գա, նրանք ուզում էին, որ նա պարզապես անհետանա, բայց մահվան փաստաթղթերը սկսեց Մարսելը, ես վկայական ստացա, որտեղ ասվում էր, որ նա այստեղ է հեռացել։ Դոկտոր Վարկասը գլուխը թափահարեց։ Այն մեր կողմից չի տրվել, գոնե ոչ պաշտոնապես, պարոն Ղավալյան, վախենում եմ, որ ձեր դեպքը եզակի չէ, դոկտոր Սամպայոյի վարչակազմի օրոք կար մի սխեմա, որտեղ ընտանիքները վճարում էին հարազատներին անորոշ ժամանակով հոսպիտալացված պահելու համար, օրենքից այլ հարազատներից հեռու, որոշ կեղծ վկայականներ էին տրվում, ցիկլերը փակելու հարցերից խուսափելու համար, Մարսելը գունատ էր, նրա ձեռքերը բազկաթոռի թերից բռնած էին այնքան ուժեղ, որ նրա մատների հոդերը սպիտակ էին, եթե նա այստեղից չի հեռացել, Ուր է իմ մայրը, նա դեռ կենդանի՞։ Տեղափոխումը նշում է մասնավոր ծերանոց Դիլիջանում, ասաց դոկտոր Վարկասը, թերթելով ավելի շատ թղթեր, Սուրբ Ռիտա ծերանոց, բայց պետք է զգուշացնեմ ձեզ, պարոն Ղավալյան, դրանք հաստատություններ են, որոնք գործում են պատշաճ վերահսկողությունից դուրս։ Վայրեր, որտեղ մարդկանց թողնում են մոռանալու համար, խոսակցության մնացած մասը մշուշի մեջ անցավ Մարսելի համար, դոկտոր Վարկասը տրամադրեց բոլոր գտած փաստաթղթերի պատճենները, առաջարկեց վկայություն տալ, եթե անհրաժեշտ լիներ, խորին ցավակցություն հայտնեց իրավիճակի համար, բայց Մարսելը հազիվ էր լսում, նրա միտքն ամբողջությամբ կենտրոնացած էր մեկ մտքի վրա։ Իր մայրը կարող էր կենդանի լինել 6 տարի, որի ընթացքում նա բանտարկված էր, միայնակ, լքված, մինչ նա շարունակում էր իր կյանքը, հավատալով ստերին, երբ նրանք դուրս եկան կլինիկայից, Արը վերջապես ճեղքել էր ամպերը։ Լուսավորելով քաղաքը գրեթե դաժան պարզությամբ, Ռեգինան հիմա բացահայտ լացում էր, բայց դրանք ցավի հույսի խառնուրդի արդյունքներ էին, պարոն Ղավալյան, ասաց նա հեկեկոցների միջից, ես երբեք չդադարեցի մտածել նրա մասին, ամեն օր, բոլոր այս տարիների ընթացքում, ես կրում էի ավելին չանելու։ Մեղքը, Մարսելը գրկեց նրան երախտագիտության համերաշխության ակամա ժեստով, դու ինձ ճշմարտությունը բերեցիր, Ռեգինա, դու ավելի շատ քաջություն ունեիր, քան այս 6 տարվա ընթացքում, հիմա եկեք ավարտենք այն, ինչ դու սկսեցիր, եկեք նրան տուն վերադարձնենք։
Մեքենայում կենտրոն վերադառնալու ճանապարհին Մարսելը զանգահարեց իր փաստաբանին, խոսակցությունը կարճ էր, բայց ինտենսիվ, նրան անհրաժեշտ էր մասնավոր հետախույզ, Բեատրիսի վերջին 7 տարվա բոլոր բանկային քաղվածքների պատճենները, դոկտոր Ֆերնանդո Ալմեիդայի արխիվ։ Ներին հասանելիություն, ով ստորագրել էր սկզբնական զեկույցը, և նրան անհրաժեշտ էր այս ամենը արագորեն, մինչ Բեատրիսը կհասկանար, թե որքան էր նա արդեն բացահայտել, երբ նա տուն հասավ, Բեատրիսին գտավ հյուրասենյակում, հեռախոսով խոսելիս։ Նա անջատեց հեռախոսը, հենց որ տեսավ նրան մտնող, նրա դեմքը խնամքով կառուցված հանգստության դիմակ էր, և ինչ, բավարարված ես, հարցրեց նա ուսումնասիրված արամարանքով, գտար այն ուրվականները, որոնք փնտրում էիր, Մարսելը նայեց նրան, կարծես առաջին անգամ էր տեսնում, կնոջը, ում հետ ամուսնացած էր 8 տարի, իր դստեր մորը, այն մարդուն, ում նա բացարձակ վստահություն էր դրել, ով էր նա իրականում, ես շատ ավելին գտա, քան պատկերացնում էի, հանգիստ ասաց նա, և ես կշարունակեմ փնտրել, մինչ բոլոր պատասխանները ստանամ։ Նրա ձայնի տոնի մեջ ինչ-որ բան ստիպեց Բեատրիսի դիմակին ճաքել, ընդամենը մի ակնթարթով, բացահայտելով իսկական վախ նրա աչքերում, բայց նա արագորեն հավաքվեց, շրջվելով ճշգրտելու ծաղկի կոմպոզիցիան կողքի սեղանի վրա, դու սխալ ես անում, Մարսել։ Քանդում ես մեր խաղաղու թյունը, մեր հեղինակությունը, ամեն ինչ անցյալի հանդեպ մոլուցքների պատճառով, բայց Մարսելն արդեն բարձրանում էր աստիճաններով, վճռական անելու հաջորդ քայլը ճշմարտությունը փնտրելու իր որոնումներում, հաջորդ օրերը հայտնագործությունների հեղեղ էին, որոնք ցնցեցին Մարսել Ղավալյանի կյանքի հիմքերը, նրա վարձած մասնավոր հետախույզը, Պաուլո Մենդես անունով զուսպ մարդը, աշխատեց տպավորիչ արդյունավետությամբ, մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում սկսեցին գալ զեկույցներ, որոնք Մարսելի փնտրած ճշմարտության ավերիչ պատկեր էին նկարում, բայց որին խորքում վախենում էր հանդիպել, նստած իր աշխատասենյակում անձրոտ կեսօրին, Մարսելը երրորդ անգամ էր կարդում այն փաստաթղթերը, որոնք Պաուլոն առավոտյան հանձնել էր։ Բանկային քաղվածքները ցույց էին տալիս Բեատրիսի անձնական հաշվից պարբերական փոխանցումներ դեպի հույսը կլինիկա, սկսած Հելենայի հոսպիտալացումից 2 ամիս առաջ շարունակվելով 8 ամիս, գումարները զգալի էին, միշտ հանված մի հաշվից, որի գոյության մասին Մարսելը նույնիսկ չգիտեր, որը սնվում էր զույգի համատեղ հաշվից պարբերական դուրս բերումներով, որոնք նա վերագրում էր Բեատրիսի սովորական անձնական ծախսերին, բայց ամենաշատը ցնցողը ամսաթվերն էին, փոխանցումները սկսվել էին դեռս մոր մտավոր շփոթության ենթադրյալ ախտորոշումից առաջ, կարծես Բեատրիսն արդեն հող էր նախապատրաստում, գնելով այն մարդկանց համաձայնությունը, ովքեր հնարավոր կդարձնեին Հելենային գոյությունից ջնջելու պլանը, դոկտոր Ֆերնանդո Ալմեիդան, ով ստորագրել էր սկզբնական բժշկական զեկույցը, զգալի վճարում էր ստացել իր հաշվին, ախտորոշումը տալուց 3 օր առաջ։ Բժիշկը, ով ենթադրաբար հաստատել էր Հելենայի մահը, որոշ դոկտոր Մարիո Կոստա, նույնիսկ գրանցված չէր Հայաստանի բժշկական պալատում, Մարսելը ստիպված եղավ բարձրանալ մոտենալ պատուհանին, ձեռքերը դողում էին, մինչ նա բռնած էր թղթերը, անձրը ուժգին հարվածում էր ապակուն, ստեղծելով օրինաչափություններ, որոնք աղավաղում էին ներքի այգու տեսարանը, ինչպես էր նա այդքան կույր, ինչպես չէր նկատել այն նշանները, որոնք հիմա այդքան ակնհայտ էին թվում, Բեատրիսի շտապողականությունը, մորը հոսպիտալացնելու, այն արագությունը, որով ամեն ինչ կազմակեր։ Պվեց կնքված դագաղը, շտապ հուղարկավորությունը, դռան մեղմ թակոցը նրան դուրս բերեց մտքերից, դա Կլարան էր, իր 6-ամյա դուստրը, դպրոցական համազգեստով, ուսապարկը դեռ մեջքին, հայրիկ, ասաց նա իր քաղցր ձայնով, կարող եմ ներս գալ։ Մարսելն արագորեն փաստաթղթերը դրեց դարակում, բացեց ձեռքերը աղջկա համար, ով վազեց գրկելու նրան, իհարկե, արքայադուստրս, ինչպես անցավ դպրոցն այսօր, Կլարան տեղավորվեց հոր ծնկներին, նրա շագանակագույն աչքերը այնքան նման նրա տատիկի աչքերին, ում նա երբեք չէր ճանաչել։ Փայլում էին անմեղությամբ, լավ անցավ, ուսուցչուհին ասաց, որ երեխաների օրվա ներկայացման մեջ ծառի դերը պետք է խաղամ, նա դադար տվեց, նայելով հոր լարված դեմքին, հայրիկ, դու տխոր ես, Մարսելը համբուրեց դստեր գլխի վերը, կրծքավանդակում ցավ զգալով։ Ես պարզապես լուծում եմ որոշ դժվար հարցեր, սիրելիս, բայց ես լավ կլինեմ, դա տատիկի պատճառով է, հարցրեց Կլարան, Մարսելը կարծրացավ, աղջիկը շարունակեց անմեղ, ես լսեցի, որ մայրիկը հեռախոսով խոսում էր տատիկ Մարսիայի հետ, նա ասաց, որ դու մոլորված ես։ Մա. Հացած տատիկի մասին պատմություններով, զայրույթը տաքացավ Մարսելի կրծքավանդակում, բայց նա այն վերահսկեց դստեր հանդեպ սիրուց, Կլարա սիրելիս, մեղմորեն ասաց նա, գուցե քո տատիկը չի հեռացել, գուցե նա ինչ-որ տեղ է, հայրիկը փորձում է գտնել նրան։ Կլարայի աչքերը լայն բացվեցին, ինչպես հեքիաթում, երբ արքայադուստրը բանտարկված է աշտարակում, իսկ ասպետը գնում է նրան փրկելու, Մարսելը ժպտաց, չնայած ցավին, ինչ-որ բան նմանատիպ, սերիմ, և եթե հայրիկը նրան գտնի, դու կճանաչես քո տատիկին։ Նա շատ հատուկ մարդ
ում դու շատ կսիրեիր, ես արդեն սիրում եմ նրան, պարզապես ասած Կլարան, որովհետև նա քո մայրն է, երբ դու խոսում ես նրա մասին, քո աչքերը փայլում են, այդ խոսքերի մաքրությունը գրեթե կոտրեց Մարսելին, նա ավելի ուժեղ գրկեց դստերը, լուր խոստանալով, որ ամեն ինչ կանի նրան տատիկին ճանաչելու հնարավորություն տալու համար, Հելենային այդ հրաշալի թոռնուհուն ճանաչելու հնարավորություն տալու համար, երբ Կլարան դուրս եկավ տնային առաջադրանքը կատարելու, Մարսելը կրկին ուշադրությունը դարձրեց հաջորդ քայլին. Դի Լիջանը Երանից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա էր, Սուրբ Ռիտա ծերանոցը նրա հաջորդ նպատակակետն էր, բայց նախ պետք է Բեատրիսին դիմակայեր իր ունեցած ապացույցներով, ոչ թե անձնական բավարարվածության համար, այլ որովհետև պետք է հասկանար ինչու։ Ինչն էր ստիպել այդ կնոջը, ում հետ նա մահճակալ կյանք էր կիսել, կատարել այդքան դաժան արարք, նա Բեատրիսին գտավ իր հագուստի սենյակում, հագուստ կազմակերպելիս բարեգործական ուղղորության համար, որը նա պետք է կատարեր շաբաթվա վերջում, նա անթերի էր, ինչպես միշտ, հագած բեժ դերձակային կոստյում, որն ընդգծում էր նրա նրբագեղ կազմվածքը, տեսնելով Մարսելին դռան մոտ, նրա դեմքն ընդունեց ուսումնասիրված ձանձրույթի արտահայտություն, եկար ինձ մեկ քարոզ տալու քո դավադրության տեսությունների մասին։ Մարսելը մտավ հագուստի սենյակ, փակեց դուռը իր հետից, նա բանկային քաղվածքները հանեց բաճկոնի ներքին գրպանից դրեց մարմարե փոքր սեղանի վրա, ես ապացույցներ ունեմ, Բեատրիս, փոխանցումներ քո հաշվից դեպի կլինիկա, վճարումներ բժշկին, ով կեղծ ախտորոշել է մորս, ամեն ինչ։ Փաս Դա թղթավորված է, Բեատրիսի դեմքը մի փոքր գունատվեց, բայց նա արագորեն հավաքվեց, նա բացեց բերանը խոսելու համար, բայց Մարսելը ձեռքը բարձրացրեց, այլս մի ստիր, այլս մի հորինիր պատճառաբանություններ, ես գիտեմ, թե ինչ ես արել։ Ես պարզապես պետք է հասկանամ, ինչու, նա նայեց նրան, զայրույթի իսկական հուսահատության խառնուրդով, ինչու։ Դա արեցիր նրա հետ, ինչ արեց մայրս, որ արժանի լինի իր սեփական կյանքից ջնջվելուն, երկար պահ Բեատրիսը ոչինչ չասաց, ապա Մարսելի զարմանքին, նա նստեց բազկաթոռին դառը, անհումոր ծիծաղ հանեց, դու ուզում ես իմանալ, ինչու ասաց նա, նրա ձայնը կորցնելով այն վերահսկվող տոնը ստանալով մի կոպտություն, որը Մարսելը երբեք չէր լսել, որովհետև նա ճանապարհին էր, որովհետև նա հայտնաբերել էր բաներ, որոնք չպետք է հայտնաբերեր, որովհետև նա պնդում էր հարցականի տակ դնել իմ յուրաքանչյուր որոշումը, յուրաքանչյուր քայլը, կարծես ես հանցագործ լինեի, այլ ոչ թե իր հարսը, Մարսելը զգաց, որ իր ոտքերը թուլանում են, հենվեց պատին, ինչ բաներ հայտնաբերեց նա, Բեատրիսը նայեց իր ձեռքերին, նրա կատարյալ մատնահարդարված եղունգները փայլում էին հագուստի սենյակի մեղմ լույսի ներքո, ես ընտանիքի հաշվից փող էի շարժում, ոչ ինձ համար, գոնե ոչ ամբողջությամբ, ես պարտքեր ունեի Մարսել, պարտքեր մեր ամուսնանալուց առաջվա մի կյանքից, որի գոյության մասին դու երբեք չգիտեիր, քո հայրը ինձ ընդունեց, որովհետև ինձանում տեսավ այն նրբագեղությունը, որը նա ուզում էր ընտանիքի համար, բայց նա գաղափար չուներ, որ իմ անցյալը խնամքով կառուցված ճակատ էր։ Մարսելը դժվարությամբ էր մարսում յուրաքանչյուր բառը, նրա ձայնը խռպոտ դուրս եկավ, երբ հարցրեց. Եվ մայրս հայտնաբերես, նա չափազանց դիտող էր, սկսեց հարցականի տակ դնել քաղվածքները, հարցնել զարդերի մասին, որոնք ես վաճառել էի, ասել, որ նվերներ են, Բեատրիսը ձեռքը անցկացրեց մազերով, մի պահ քանդելով իր անթերի հանգստությունը, երբ իմացա, որ հղի եմ Կլարայով, հնարավորություն տեսա, կարող էի հղիությունը որպես պատճառաբանություն օգտագործել խաղաղություն ունենալու համար, Հելենային հեռացնելու համար, մինչ ես կլուծեի իմ խնդիրները, բայց նա չընդունեց հեռացվելը, նա ավելի ու ավելի պնդում էր, սպառնաց, բացահայտել ամեն ինչ քեզ, այսպիսով դու որոշեցիր, որ նա պետք է անհետանա, ասաց Մարսելը, նրա ձայնը լի սառնությամբ, որը նա չէր ճանաչում իր մեջ, ես չէի ուզում, որ դա մշտական լիներ, բողոքեց Բեատրիսը, բայց առանց համոզվածության։ Սկզբնական գաղափարը պարզապես նրան ժամանակավորապես հոսպիտալացնելն էր, մինչ որ ես կարողանայի ֆինանսները հավասարակշռել, բայց որքան ժամանակն անցնում էր, այնքան ավելի դժվար էր դառնում նրան վերադարձնել, ինչպես բացատրեի քեզ, ինչպես արդարացնեի ամեն ինչ, ապա, երբ դոկտոր Սամպայոն առաջարկեց տեղափոխումը ավելի մեկուսացված վայր, իսկ հետո կեղծ վկայականի հնարավորությունը, ես նա հապաղեց, ես համաձայնեցի, դա միակ ելքն էր թվում, Մարսելը սրտխառնոց զգաց, միակ ելքը իմ մորը գոյությունից ջնջելն էր, նրան անհետացնելը, կարծես նա երբեք գոյություն չի ունեցել, նրան բանտարկված պահելը, միայնակ հավատալով, որ իր սեփական որդին լքել է նրան, ես այդպես չէի մտածում, ասաց Բեատրիսը, բայց նրա պաշտպանությունը թույլ էր թվում նույնիսկ իր համար, ես հուսահատ էի, վախեցած։ Եվ որքան ժամանակն անցնում էր, այնքան ավելի անհնար էր դառնում հետ դառնալը, որտեղ է իմ մայրը հիմա, հարցրեց Մարսելը, նրա ձայնը վտանգավոր շշուկ էր, նա կենդանի՞։
Նա Սուրբ Ռիտա ծերանոցում է, Բեատրիսը լռեց այնքան երկար, որ Մարսելը մտածեց, թե նա չի պատասխանի, վերջապես նա գրեթե աննկատ գլխով արեց, նա այնտեղ է, կամ այնտեղ էր վերջին անգամ, երբ ստուգեցի մոտ 1 տարի առաջ, նա կուլ տվեց, ես դեռ վճարում եմ նրա մնալու համար, խոստովանությունը պետք է թեթացում բերեր, հաստատում, որ Հելենան կենդանի էր, բայց Մարսելը միայն համատարած զայրույթ զգաց, այնքան խորը ցավ, որը կարծես ֆիզիկական էր, դու վճարել ես մորս բանտարկության համար 6 տարի, որի ընթացքում նա ապրել է որպես ստվեր, մոռացված, մինչ դու քնում էիր իմ կողքին, խաղում էիր մեր դստեր հետ, ժպտում էիր հասարակական միջոցառումներում, Մարսել փորձեց Բեատրիսը, ձեռքը մեկնելով նրա կողմը, բայց նա հետ քաշվեց, կարծես նրա հպումը այրում էր, մի մոտեցիր ինձ, ասաց նա, նրա ձայնը ցածր էր, բայց լի հեղինակությամբ, վաղ առավոտյան ես կգնամ Դիլիջան, մորս բերելու, դու կմնաս այստեղ, դու չես լքի այս տունը, չես խոսի ոչ ոքի հետ, եւ երբ ես վերադառնամ նրա հետ կամ առանց նրա, մենք կլուծենք սա միակ հնարավոր ձով, ճշմարտությունը բացահայտելով, ինչ գնով էլ լինի, դու ինձ կբացահայտես, հարցրեց Բեատրիսը, առաջին անգամ նրա ձայնը իսկապես կոտրվեց, բացահայտելով խուճապը, որը նա թաքցնում էր հանգստության տակ, կկանչես ոստիկանություն, կդատես ինձ, կքանդես ինձ հրապարակայնորեն, Մարսելը խորը շունչ քաշեց, նա անքուն գիշերներ էր անցկացրել, հենց այդ մասին մտածելով, Վա! Ղարավոտյան, ասաց նա վերջապես, դու կհանդիպես Պաուլո Մենդեսի, իմ հետախույզի քո սեփական փաստաբանի հետ, մենք կնստենք կքննարկենք մեր բաժանման պայմանները, դու իրավունք կունենաս պարբերաբար տեսնել Կլարային, սկզբնապես վերահսկողության ներքո, փոխարենը, դու կստորագրես մի փաստաթուղթ, խոստովանելով այն ամենը, ինչ արել ես երաշխավորելով, որ այլս երբեք չես մոտենա մորս, իսկ հրապարակային բացահայտումը, հարցրեց Բեատրիսը, հույսի շող նրա աչքերում, այն ամբողջությամբ խուսափել հնարավոր չէ, ասաց Մարսելը. Մայրս անհետացել է 6 տարի, հարցեր կլինեն, հետաքննություններ, բայց ես կփորձեմ ամենաանպարկեշտ մանրամասները հեռու պահել լրատվամիջոցներից, Կլարայի համար, նրան պետք չէ մեծանալ, կարդալով վերնագրերում մոր ընտրությունների բոլոր մանրամասները։ Բեատրիսը ձեռքերով ծածկեց դեմքը, նրա ուսերը դողում էին, երբ վերջապես նա նորից նայեց նրան, նրա աչքերում ընդունում կար, բայց նա դառնություն, դու միշտ չափազանց թույլ ես եղել, Մարսել, միշտ զգացմունքները դրել ես բանականությունից վեր, հնացած արժեքները, պրագմատիզմից դրա համար էլ այդքան հեշտ էր քեզ մանիպուլյացիայի ենթարկել, այդ խոսքերի սառնությունը պետք է վիրավորեր նրան, բայց Մարսելը միայն ցավ զգաց, ցավ այն կնոջ համար, ով ընտրել էր ապրել այդքան բարդ սուտ, ով նախընտրել էր զոհաբերել անմեղ մեկին, քան խոստովանել իր սեփական թերությունները, եթե սերը ճշմարտությունը գնահատելը ինձ թույլ է դարձնում քո աչքերում, հանգիստ ասաց նա, ապա ես ընդունում եմ այդ թուլությունը հպարտությամբ, Բեատրիսը շրջվեց հեռանալու, բայց կանգ առավ աստիճանների ստորոտում։ Վերջին բան ասաց նա, առանց հետ նայելու, ես սիրում էի քեզ, սկզբում, մինչ պարտքերը, մինչ ճնշումը, մինչ ամեն ինչ փլուզվեց, կար մի ժամանակ, երբ ես իսկապես սիրում էի քեզ, գուցե սիրում էիր, պատասխանեց Մարսելը, բայց ոչ բավականաչափ, ճիշտ ճանապարհն ընտրելու համար, երբ անհրաժեշտ էր, եւ հիմա բավականաչափ չէ քո պատճառած վնասը վերացնելու համար, Բեատրիսը բարձրացավ աստիճաններով, առանց ավելին ասելու, Մարսելն իրեն թույլ տվեց վերջապես հանգստանալ, իր մարմինը գրեթե փլուզվելով սրահի բազմոցի վրա, Պաուլո Մենդեսը, Վզուսպ սպասել էր այգում, այդ պահին ներս մտավ, ամեն ինչ լավ է, Մարսել, հարցրեց հետախույզը, կլինի, պատասխանեց Մարսելը, ժամանակի ընթացքում կլինի, նա նայեց աստիճանների վերը, որտեղից լսվում էին Կլարայի ծիծաղը Հելենայի մեղմ ձայնը, պատասխանելով թորնուհու աշխույժ հարցերին, այդ ձայնը այդքան պարզ ու բնական, այն ամենն էր, ինչի համար նա պայքարել էր, հաջորդ օրերին պատմությունը սկսեց արտահոսել, սկզբում զուսպ, փակ հասարակական շրջանակներում արված մեկնաբանությունների միջոցով, ապա ավելի բացահայտ, երբ Հելենան վերսկսեց իր գործունեությունը եկեղեցում վերագտավ հին ընկերուհիներին, ովքեր զգացել էին նրան, կենտրոնի համայնքը ցնցված էր, ինչպես կարող էր Ղավալյանների նման հեղինակություն ունեցող մեկը ներգրավված լինել այդքան անպարկեշտ բանի մեջ։ Մարսելը դիմակայեց յուրաքանչյուր հարցի, գլուխը բարձր պահած, այո, իր մայրը անարդարացիորեն հոսպիտալացվել էր, այո, նրան ընտանիքից հեռու էին պահել սխալմունքի մանիպուլյացիայի պատճառով, ոչ, նա չէր մանրամասներ անպարկեշտ մանրամասներ, բայց ճշմարտությունը հաստատվում էր համապատասխան ուղիներով, նրա առաջնահերթությունը հիմա մոր ապաքինում ներդստեր բարեկեցությունը, Հելենան հարմարվեց առանձնատան կյանքին այնպիսի նրբագեղությամբ, որը զարմացրեց նույնիսկ Մարսելին, նա կրկին զբաղեցրեց իր հին սենյակը, որը պահպանվել էր անփոփոխ, նրա ցուցումով, թե Բեատրիսը միշտ առաջարկում էր այն այլ բանի վերածել, հագուստները, որոնք Բեատրիսը պնդում էր, որ նվիրել է, բոլորն այնտեղ էին խնամքով պահված, գրքերը, անձնական իրերը, նույնիսկ կապույտ ուլունքներով վարդարանը, որը Մարսելը գտել էր։
Դարակում նույնական այն վարդարանին, որը նա կրել էր կլինիկայում, մի կեսօր նա Հելենային գտավ դաշնամուրի մոտ նստած, մատները հապաղում էին ստեղների վրա, այնքան ժամանակ է անցել, մրմնջաց նա, չգիտեմ, դեռ հիշում եմ, թե ինչպես նվագել։ Մարսելը նստեց նրա կողքին նստարանին, նվագիր այն երգը, որը երգում էիր ինձ համար, երբ ես երեխա էի, այն բյուրեղյա ջրերի մասին, Հելենան ժպտաց, նոստալգիկ կնճիր հայտնվեց նրա աչքերի անկյունում, նա դանդաղ սկսեց. Նոտաները սկզբում անհարմար էին դուրս գալիս, ապա վստահություն։ Ձեռք բերեցին, եւ նա սկսեց երգել, նրա ձայնը խռպոտ էր, բայց ամուր, հին հայերեն բառերը խոսում էին խաղաղության, հանգստի փրկության մասին, Կլարան վազելով հայտնվեց խոհանոցից գրավված երաժշտությամբ, կանգնեց սրահի մուտքի մոտ, հիացած։ Երբ երաժշտությունն ավարտվեց, Հելենան նայեց որդուն թոռնուհուն, աչքերում արցունքներ, բայց իսկական ժպիտ դեմքին, ես տուն եմ, պարզապես ասաց նա, վերջապես, իսկապես տուն, Մարսելը գրկեց մորը, զգալով, որ վերջին 6 տարվա բեռը վերջապես սկսում է ցրվել։ Դեռ շատ բան կար լուծելու։ Շատ վերքեր բուժելու, շատ գիշերներ, երբ Հելենան կարթնանար մղձավանջներից այն ժամանակի մասին, երբ նա բանտարկված էր, բայց նա այնտեղ էր, կենդանի, սիրված շրջապատված ընտանիքով, որը երբեք չպետք է խլվեր նրանից, եւ դա Մարսելը գիտեր։ Պարզապես նոր պատմության սկիզբն էր, վերակառուցման, փրկության սիրո հաղթանակի պատմություն, ամենաբարձ տերի նկատմամբ։ 3 ամիս էր անցել այն օրվանից, երբ Հելենա Ղավալյանը վերադարձավ տուն։ Կենտրոնի առանձնատունը կատարյալ արտաքինի լուր դամբարանից վերածվել էր իսկական տան, լիքի։ Անքով ծիծաղով, այո, նա բուժման անհրաժեշտ ցավերով, Երանյան աշունը բերել էր ավելի մեղմ ջերմաստիճաններ, այգու ծառերը սկսում էին ոսկեգույն կարմրավուն երանգներ ստանալ, որոնք շրջանակում էին սեփականությունը որպես նկար, Մարսելն իր աշխատասենյակում էր։ Երբ Պաուլո Մենդեսը եկավ փաստաթղթերի վերջնական թղթապանակով, Բեատրիսի բաժանումը պաշտոնականացվել էր, պայմանները կատարվել էին համաձայնեցվածի համաձայն, նա իրավունք ուներ շաբաթական 2 անգամ վերահսկվող այցելություններ կատարել Կլարայի մոտ, ստորագրել էր Հելենայի անարդարացի հոսպիտալացման մասին ամբողջական խոստովանությունը, փոխարենը Մարսելը քրեական գործ չէր հարուցել, թե համապատասխան մարմինները հետաքննում էին հույս կլինիկան սխեմայում ներգրավված բժիշկներին։ Բեատրիսը տեղափոխվել էր Արաբկիրի զուսպ բնակարան, հեռու այն սոցիալական շրջանակներից, որոնց նա մասնակցում էր, ըստ Պաուլոյի նա խուսափում էր հրապարակային միջոցառումներից պարբերաբար թերապևտի մոտ էր հաճախում, Կլարայի հետ այցելությունները լարված էին, բայց քաղաքավարի, աղջիկը, երեխաների արտա։ Կարգ տոկունությամբ, ավելի հեշտությամբ էր հարմարվում նոր իրականությանը, քան Մարսելը համարձակվել էր հույս ունենալ, դռան մեղմ թակոցը նրան դուրս բերեց մտքերից, դա Ռեգինան էր, ով հիմա պաշտոնապես աշխատում էր Ղավալյանների ընտանիքի համար, այլս ոչ որպես մաքրուհի, այլ որպես Հելենայի անձնական օգնական նոր նախաձեռնության մենեջեր, որը նրանք միասին էին պլանավորում, պարոն Մարսել, ասաց նա ջերմ ժպիտով, որը դարձել էր նրա ներկայության նշանը տանը, տիկին Հելենան սպասում է ձեզ այգում, ասաց, որ անակնկալ ունի։ Մարսելն իջավ, գտնելով մորը նստած այգու մեծ ծիրանենու տակ գտնվող փայտյա նստարանին, նա հագած էր պարզ ծաղկավոր բամբակյա զգեստ, մազերը հավաքված էին ավելի թափանցիկ կապի մեջ, քան նախկինում էր կրում, նրա աչքերում կար մի փայլ, որը Մարսելը տարիներ շարունակ չէր տեսել մինչ այդ ամբողջ ողբերգությունը սկսվելը, նրա կողքին Կլարան նկարում էր մեծ տետրում, լեզուն դուրս, բացարձակ կենտրոնացումով, մամ, կանչեց Մարսելը նստելով նստարանին նրա կողքին, Ռեգինան ասաց, որ դու անակնկալ ունես, Հելենան ժպտաց, վերցնե։ Լով ոտքերի մոտ գտնվող թղթապանակը, ես ինչ-որ բանի վրա եմ աշխատել, Մարսել, ինչ-որ բան, որը իմ անցածի իմաստը կտա, որը տառապանքի այդ 6 տարիները կվերածի մի բանի, որը կարող է օգնել այլ մարդկանց, նա բացեց թղթապանակը, բացահայտելով փաստաթղթեր, հատակագծեր, բյուջեներ մանրամասն նախագիծ, Մարսելը սկսեց թերթել, նրա աչքերը լայն բացվեցին, երբ նա հասկացավ տեսածի շրջանակը, մամ, սա անհավանական է, նախագիծը նախատեսված էր մի ինստիտուտի համար, որը նվիրված էր անարդարացի հոսպիտալացումների, ընտանեկան լքվածության, սոցիալական մոռացության զոհ դարձած տարեցներին օգնելուն, կլիներ փաստաբանների թիմ, որը կտրամադրեր անվճար իրավական օգնություն, հոգեբաններ, ովքեր մասնագիտացած էին տրավմայի մեկուսացման մեջ, տարեցների իրավունքների մասին իրազեկման ծրագիր։ Առաջարկվող անվանումն էր Հելենա Ղավալյանի անվան ավագների արժանապատվության ինստիտուտ, Հելենան դիպավ որդու թին, ես անձամբ գիտեմ այն մարդկանց տառապանքը, ովքեր ջնջվում են իրենց սեփական գոյությունից, Մարսել։ Ես տեսել եմ այլ կանանց տղամարդկանց այդ ծերանոցում։ Հստակ ընդունակ մարդկանց, ովքեր պարզապես մոռացվել էին զբաղված կամ չափազանց անհարմար ընտանիքների կողմից, ես ուզում եմ նրանց ձայն տալ, ես ուզում եմ, որ իմ պատմությունը ծառայի կանխելու այլ պատմություններ, ինչպես իմը, տեղի ունենալուց։
Մարսելը գրկեց մորը, հպարտությունից լցված կրծքավանդակով, մենք դա կիրականացնենք, մամ, մենք ունենք ռեսուրսներ, կառուցվածք, եւ ամենակարևորը մենք ունենք ճշմարտությունը իրական փորձը, Կլարան բարձրացրեց հայացքը տետրից, տատիկ, երբ ինստիտուտը բացվի, կարող եմ այցելել։ Ես ուզում եմ ճանաչել մարդկանց նրանց համար նկարել, ուրախ նկարներ, որոնք նրանց կժպտացնեն, իհարկե կարող ես թոռնուհիս, ասաց Հելենան, ձեռքը անցկացնելով աղջկա մազերով, դու կլինես մեր ուրախության պաշտոնական դեսպանը։ Հաջորդ շաբաթներին նախագիծը արագորեն ձևավորվեց, Մարսելը օգտագործեց իր ազդեցությունը անշարժ գույքի շուկայում, Երանի կենտրոնական շրջանում համապատասխան շենք ձեռք բերելու համար, լայն տարածք, որը եղել էր հին հիվանդանոց հիմա կվերածվեր ընդունելության աջակցության կենտրոնի, Ռեգինան ամբողջությամբ ընկղմվեց կազմակերպման մեջ, բերելով իր գործնական փորձը իր առատաձեռն սիրտը յուրաքանչյուր մանրամասնի համար, ինստիտուտի մասին լուրը սկսեց տարածվել, սկզբում զուսպ, ապա ստանալով լրատվամիջոցների ուշադրությունը։ Լրագրողները ցանկանում էին պատմել Հելենայի պատմությունը, մայրապետի, ով վերապրել էր 6 տարվա անարդարություն, հիմա իր երկրորդ հնարավորությունը նվիրում էր ուրիշներին օգնելուն։ Հելենան ընդունեց որոշ հարցազրույցներ, միշտ արժանապատվությամբ, երբեք իրեն որպես զոհ չներկայացնելով, այլ որպես վերապրող, ով վճռական էր ցավը նպատակի վերածելու, դոկտոր Էդմունդո Վարգասը, տնօրենը, ով ստանձնել էր հույսը կլինիկայի ղեկավարությունը, իր վկայությունը փորձը առաջարկեց ինստիտուտին, վճռական լինելով վերականգնել նախորդ վարչակազմի պատճառած վնասները, քույրը, ով խնամել էր Հելենային Սուրբ Ռիտա ծերանոցում, նույնպես միացավ գործին, բերելով այլ կրոնական կանանց, ովքեր պատրաստ էին կամավոր աշխատել։ Հելենա Ղավալյանի անվան ինստիտուտի բացումը նշանակված էր դեկտեմբերյան արոտ առավոտյան, շենքը վերափոխվել էր։ Նրա պատերը հիմա ներկված էին մեղմ հյուրընկալ տոներով, դիմացում խնամված այգիներ, մուտքի սրահում Հելենայի դիմանկարը, ոչ թե հինը, որը տարիներ շարունակ մոռացված էր ձեղնահարկում, այլ նորը, որտեղ նա ժպտում էր Կլարայի հետ, ձեռքերում։ Տասնյակ մարդիկ ներկա էին արարողությանը, կենտրոնի համայնքի անդամներ, տարեցներին աջակցող այլ հաստատությունների ներկայացուցիչներ, ընտանիքներ, ովքեր արդեն օգնություն էին փնտրել, լսելով նախագծի մասին, նույնիսկ ծերանոցի որոշ բնակիչներ, որտեղ Հելենան եղել էր, ովքեր պնդել էին անձամբ շնորհակալություն հայտնել նրանց չմոռանալու համար, երբ եկավ Հելենայի բացման ելույթի պահը, նա ամուր քայլերով բարձրացավ դիմացի այգում տեղադրված փոքր բեմը, նա հագած էր նրբագեղ, բայց պարզ կոստյում, կապույտ երանգներով, ձեռքերում բռնած էր կապույտ ուլունքներով վարդարանը, որը ուղեկցել էր նրան իր ամենամութ օրերին, Կլարան առաջին շարքում էր, հոր կողքին, աչքերը փայլում էին տատիկի հանդեպ հպարտությունից, Հելենան սկսեց խոսել, նրա ձայնը պարզ էր ուժեղ, արձագանքելով տարածքում, 6 տարի առաջ ես նջվեցի իմ սեփական կյանքից, ինձ խլեցին իմ տանից, բաժանեցին որդուցս, զրկեցին թոռնուհուս ճանաչելուց, երբ նա ծնվեց, ես տարիներ անցկացրի հավատալով, որ մոռացվել եմ, որ իմ կյանքն այլս արժեք չունի, որ ես պարզապես խոչընդոտ եմ։ Հասարակության աչքերից հեռու պահվելու համար, նա դադար տվեց, աչքերը սփռելով ամբոխի վրա, բայց իմ ներսում ինչ-որ բան հրաժարվեց հանձնվել, իմ հավատը, իմ աղոթքները, հատկապես հույսը, որ իմ որդին, այն տղան, ում ես մեծացրել եմ այդքան սիրով, ինձ ընդմիշտ չի լքի, եւ ես ճիշտ էի, նա ժպտաց։ Մարսելին, ով զուսպ սրբում էր արցունքները, նա չհանձնվեց, նա փնտրեց ճշմարտությունը, դիմակայեց դժվար ստերին ինձ տուն վերադարձրեց, հանդիսատեսը ծափահարեց, Հելենան սպասեց, մինչ լռությունը վերադարձավ, այս ինստիտուտը ծնվել է իմ ցավից, բայց գոյություն ունի հույսի համար, հույս, որ ոչ մի տարեց ստիպված չի լինի տառապել այն, ինչ ես տառապեցի, հույս, որ ընտանիքները այստեղ կգտնեն աջակցություն իրենց սիրելիներին ավելի լավ խնամելու համար, եւ հույս, որ հասարակությունը կհասկանա, որ ծերանալը անտեսանելի դառն ալ չէ, այլ իմաստություն, փորձ արժանապատվության իրավունք կուտակելն է, նա բարձրացրեց վարդարանը, իմ ամենամութ օրերին այս վարդարանը ինձ կապված էր պահում հավատքին, յուրաքանչյուր ուլունք ներկայացնում էր աղոթք, հույս, դիմադրությանս մեկ օր, այսօր, յուրաքանչյուր մարդ, ով կանցնի այս դռներով, կլինի մեր հավաքական խնամքի սիրո վարդարանի ուլունք, մենք թույլ չենք տա, որ ոչ ոք մոռացվի, ծափահարությունները խլացուցիչ էին, Ռեգինան բացահայտ լացում էր, գրկած այլ աշխատակիցներին, Պաուլո Մենդեսը, ով հիմնարար էր։ Ամբողջ հետաքննության մեջ բավարարված ժպտում էր, նույնիսկ դոկտոր Վարգասի աչքերը թաց էին, բայց Կլարան էր, ով գրավեց ուշադրությունը, աղջիկը վազեց բեմ բարձրացավ գրկեց տատիկին, բավականաչափ բարձր շշնջալով, որպեսի խոսափողը որ սա։ Ես սիրում եմ քեզ, տատիկ, դու ամենաքաջ մարդն ես, ում ես ճանաչում եմ, Հելենան նրան բարձրացրեց ձեռքերի վրա, չնայած տարիքին փխրունությանը, որը նա դեռ կրում էր զրկանքների տարիներից, եւ դու, թոռնուհիս, ապացույցն ես,
որ սերը միշտ տուն վերադառնալու ճանապարհ է գտնում, հաջորդ ամիսներին Հելենա Ղավալյանի անվան ինստիտուտը օգնեց տասնյակ ընտանիքների, անարդարացիորեն հոսպիտալացված տարեցների դեպքերը հետաքննվեցին, լուծվեցին, ընտանիքները ստացան ուղեցույցներ, ինչպես պատշաճ կերպով խնամել տարեց հարազատներին։ Առանց ծայրահեղ միջոցների դիմելու, եւ գուցե ամենակարևորը Երանյան հասարակության մեջ բացվեց երկխոսություն տարեցների արժեքի արժանապատվության մասին, Հելենան նոր նպատակ գտավ, ամեն առավոտ նա շուտ էր արթնանում, նախաճաշում էր Մարսելի Կլարայի հետ, ապա գնում էր ինստիտուտ, որտեղ անցկացնում էր օրը, զրուցելով բնակիչների հետ, խորհուրդներ տալով, պարզապես ներկա լինելով, նրա պատմությունը ոգեշնչում էր այլ վերապրողներին, կիսվել իրենց սեփական փորձով, ստեղծելով աջակցության հզոր ցանց։ Մարսելը վերակառուցեց իր կյանքը ճշմարտության հիմքերի վրա, նրա բիզնեսը շարունակում էր ծաղկել, բայց հիմա նա աշխատանքի ընտանիքի միջ ավելի առողջ հավասարակշռություն էր պահպանում, տանը ճաշերը սուրբ դարձան, որտեղ նա, Հելենան Կլարան կիսվում էին օրվա պատմություններով։ Դաշնամուրը կրկին պարբերաբար նվագվում էր, Հելենան Կլարային սովորեցնում էր նույն երաժշտությունները, որոնք մի օր սովորեցրել էր Մարսելին, Բեատրիսի այցելությունները Կլարայի մոտ շարունակվում էին, բայց հիմա այդ հանդիպումներում կար մի ցավոտ պարզություն։ Կլարան սիրում էր մորը, բայց նա հասկանում էր իր տարիքին համապատասխան, որ մեծահասակները երբեմն լուրջ սխալներ են թույլ տալիս, պետք է դիմակայեն հետանքներին։ Բեատրիսը իր հերթին կարծես իսկապես ըխճացած էր, աշխատելով իր սեփական փրկության վրա, թերապիայի լուռ բարեգործական գործողությունների միջոցով, մի գիշեր, նստած այգում, աստղերի տակ, Հելենան Մարսելը զրուցում էին, մինչ Կլարան արդեն քնած էր վերի հարկում։ Կա ինչ-որ բան, որը ես երբեք չեմ հարցրել ձեզ, մամ, ասաց Մարսելը, ինչպե՞ս եք կարողացել պահպանել երմտքի պարզությունը այդքան ժամանակ, ինչպես չեք կորցրել հույսը։ Հելենան մի պահ լռեց, նայելով երկնքին, եղել են պահեր, երբ գրեթե կորցրել եմ, խոստովանեց նա, օրեր, երբ մենակությունն այնքան ծանր էր, որ կարծում էիք, թե կջախջախվեմ դրանից։ Բայց ապա ես փակում էի աչքերս, տեսնում էի ձեր դեմքը, Մարսել, տեսնում էի ձեզ, երեխա, վազում այս այգում, ծիծաղում, անհնար հարցեր տալիս, եւ ես հիշում էի, որ այդ տղան կմեծանա, դառնալու լավ մարդ, մի մարդ, ով կգնահատի ճշմարտությունը։ Ապա ես աղոթում էիս մեկ օր։ Երգում էիս մեկ օրներ շարունակում էի, Մարսելը բռնեց մոր ձեռքը, դուք միշտ ինձ ավելի շատ եք հավատացել, քան ես արժանի էի։ Հելենան ի պատասխան սեղմեց նրա ձեռքը, ոչ որդիս, ես հավատացի հենց այն, ինչին դու արժանի էիր, եւ դու ապացուցեցիր, որ ես ճիշտ էի։ Նա ժպտաց մթության մեջ, գիտես, կա մի ասացվածք, որը ես միշտ սիրել եմ։ Ճշմարտությունը կարող է թաղվել, բայց երբեք չի փտում, այն միշտ ճանապարհ է գտնում դեպի մակերես, մեր պատմությունն է դա ապացուցում, եւ այսպես, Երանի աստղազարդ երկնքի տակ, մայր-որդի մնացին նստած հարմարավետ լռության մեջ, իմանալով, որ նրանք անցել էին մթության միջով հայտնվել լույսի մեջ, ճանապարհը ցավոտ էր, բացահայտումները ավերիչ, բայց վերջում սերը հաղթեց սուտին, ճշմարտությունը խաբեությանը, հույսը հուսահատությանը։ Հելենա Ղավալյանի անվան ինստիտուտը կշարունակեր իր առաքելությունը տարիներ շարունակ։ Օգնելով հարյուրավոր, ապա հազարավոր մարդկանց, Ռեգինան կդառնար գործադիր տնօրեն, ընդլայնելով ծրագիրը դեպի այլ քաղաքներ, Կլարան կմեծանար, ոգեշնչված տատիկի քաջությամբ, ի վերջո իրավունք ուսումնասիրելով, պաշտպանելու անձայն մարդկանց։ Եվ Մարսելը կսովորեր, որ երբեմն ամենաամուր հիմքերը կառուցվում են ոչ թե կատարելության վրա, այլ անկատարությունները դիմակայելու ուղղելու քաջության վրա։ Ինստիտուտի բացման ժամանակ Մարսելը հայտարարություն էր արել, որը երկար ժամանակ կհնչեր։ Սերը կարող է գոյատել նույնիսկ մոռացության միջով, ճշմարտությունը միշտ ճանապարհ է գտնում տուն վերադառնալու, այդ խոսքերը, ծնված տառապանքից, բայց կոփված փրկությամբ, դարձան ինստիտուտի ոչ պաշտոնական կարգախոսը, հիշեցնելով բոլորին, որ քանի դեռ կան մարդիկ, ովքեր բավականաչափ մտահոգված են փնտրելու համար, ոչ ոք իսկապես կորած չէ, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հելենայի Մարսելի Կլարայի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտերին, այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենամութ իրավիճակներում ճշմարտությունը կարող է վերականգնել կորցրածը, սերը ունի մի ուժ, որը գերազանցում է ժամանակն ու հեռավորությունը։ Եթե այս պատմությունը արձագանք գտավ ձեզ մոտ, դրեք հավանում այս տեսանյութին, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հուզիչ պատմությունները, որոնք մենք շաբաթական բերում ենք, մեկնաբանություններում կիսվեք ձեր մտորումներով արժանապատվության, ընտանիքի մեր սիրելիներից երբեք չհրաժարվելու կարողության մասին։ Էկրանի ձախ կողմում մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, փրկության ճշմ։ Արտության սիրո վերափոխող ուժի մասին նույնքան հուզիչ պատմություններով, ձեր ներկայությունն այստեղ շատ բան է նշանակում մեզ համար, յուրաքանչյուր մեկնաբանություն, յուրաքանչյուր հավանում ոգեշնչում է մեզ շարունակել բերել պատմություններ, որոնք նշում են մարդկային բնույթի լավագույնը։ Կհանդիպենք հաջորդ պատմության մեջ, միշտ հիշեք։
Ճշմարտությունը կարող է ուշանալ, բայց երբեք չի ձախողվում տուն վերադառնալու իր ճանապարհը գտնելու հարցում։